Բարև, ես Տաթևիկն եմ, ես մամա եմ։ Ունեմ երկու աղջիկ, մեկը 7 տարեկան է, մյուսը 3։ Աշխարհի ամենահիանալի, սիրուն, խելացի, հոգատար ու բարի աղջիկները։ Բոլորս ունենք մաման լինելու մասին շատ բարի ու դրական պատկերացումներ։ Պատկերացնում ես ոնց են քո երեխեքը նստած հանգիստ հաց ուտում, ոնց են իրար հետ համերաշխ խաղում ու վերջում անպայման բոլոր խաղալիքները հավաքում։ Պատկերացնում ես, որ դու գիշերը իրանց բարի գիշեր ես ասում, պաչիկ ես անում ու դուրս ես գալիս սենյակից։ Բայց արի իջնենք ներքև։ Իրական պատկերները մի փոքր այլ են։ Երբ դու նստած կերակրում ես քո 3 տարեկան աղջկան ու 7 տարեկանը հանկարծ որոշում է, որ հենց այդ պահին ինքը պետքա գտնի իր կորած խաղալիքը։ Երբ երկուսով խաղալուց իրար հետ նենց են կռվում, որ մեկ-մեկ զարմանում ես, որ իրանք հարազատ քրեր են։ Երբ մեկին քնացնելուց պետքա անպայման երգես, իսկ մյուսին օրորես, որ վերջապես քնեն ու այդ օրը ավարտվի։ Բոլորը ասում են, որ նորմալ մաման պետքա միշտ ուրախ լինի, միշտ առույգ լինի, շատ էներգիա ունենա իր երեխեքի համար։ Բայց հիմա ես հաստատ կարամ ասեմ, նորմալ է, երբ որ մենք հոգնում ենք, երբ որ ուզում ենք ինչ-որտեղ փախնենք ու մեր երեխեքին չտեսնենք, ու զուգարանը սկսում է դառնալ միակ տեղը, որտեղ մենք կարանք 2 րոպե հանգիստ նստենք։ Իհարկե, եթե այնտեղ չեն գտնում ես ու չեն սկսում դռան տակից կամ լացել կամ քո հետ ծիկ խաղալ։ Ինձ ճիշտ հասկացեք, ես շատ եմ սիրում իմ երեխաներին ու շատ շնորհակալ եմ նրա համար, որ ունեմ այդ 2 հրաշալի աղջիկներին, բայց համոզված եմ, որ նորմալ է, որ ուզում ես մենակ ամուսնուդ հետ էլ մի քիչ ժամանակ անցկացնես, որ երազում ես, որ քեզ միտեղ գործ ուղեն, որ կարողանաս գոնե մի գիշեր հանգիստ քնես։ Ու եթե վերջապես մի օր մենք հանկարծ հիշել ենք, որ մենք միջև մամա դառնալը մարդ ենք եղել, կին ենք եղել, ով ուներ ցանկություններ, երազանքներ, ընկերներ, ում հետ շատ էր սիրում ժամանակ անցկացնել, ու եթե մի անգամ մեզ դա թույլ ենք տվել, ամենանորմալը կլիներ, եթե մեղքի զգացում չունենայինք, եթե չմտածեինք, որ մենք վատ մամա ենք։ Մենք ենք օրինակ ծառայում մեր երեխեքի համար, ու իրանք միշտ պետք է իմանան, որ անկախ իրանց կյանքում կատարած դերերից, իրանք նախ եւ առաջ մարդ են ու իրավունք ունեն հանգստանալու, երազանքներ ու ցանկություններ ունենալու։ Իսկ ով է որոշում ընդհանրապես նորմալը որն է։ Երեխեն սիրում է քեզ ու դու իր համար ամենանորմալ մաման ես։ Համոզված եմ, որ բոլորի երեխեքը ուզում են իրանց մամաներին երջանիկ տեսնեն։ Ուրեմն գոնե մեկ-մեկ արա այն ինչից որ դու իրոք քեզ երջանիկ ես զգում։ Ես լավ մամա եմ, ես շատ ժամանակ եմ անցկացնում իմ երեխեքի հետ, բայց չեմ մոռանում նաև ժամանակ հատկացնել ինձ։